նետուղի անմիջապես դիմաց, որտեղ արդեն երկար ժամանակ է դեռ անցած տարվանից այդ կոյուղատները, չգիտեմ, վիոլա ջրի, որը որ դիտահորեր են, կանալիզացիոն ջրերը, կեղտաջրերը գալիս են լցվում են հենց այս նկուղը, որը որ համ վտանգավոր է շենքի ամրության համար, համ վտանգավոր է բնակիչների առողջության համար, քանի որ սնկեր, բորբոսներ, տհաճ հոտը մի կողմից, ասենք, այսին բնակարանն է, որը որ գտնվում է հենց անմիջապես վերևը ու շատ տհաճ հոտ է։ Իսկ դուք ում եք դիմել? Ում եք դիմել համայնքապետարան վիոլա ջուր։ Բոլորին դիմել եմ, բոլոր պետական մարմիններին դիմել եմ, վիդեո ուղերձներով, վիդեո հոլովակները պատրաստվել, հա, ոնց որ վիդեո աճոտ ինչ է կատարվում, եկան, մաքրեցին, գնացին, երկու օր հետո նորից կրկնվեց։ Ես բոլորին ասում եմ, հա, նույն այդ աշխատակիցներին վիոլա ջրը ճիշտ է։ Գալիս էին մարդիկ մաքրում էին, բան չունեմ ասելու, բայց տենց չեն անում, էլի մենակ մաքրելով չի, որովհետև ամեն երկու օրը մեկ, եթե տենց ամեն երկու օրը մեկ, թող գնան բոլոր դիտահորերը քաղաքի մաքրեն։ Այս խնդիրը մենակ իմ մոտ չի, այս խնդիրը բոլորի մոտ է, ու ովքեր որ տենց նկուղներ ունեն, հա, հիմնականում ինձ ուղարկել են լիքը վիդեոներ, առնետներ են նկարել, ուղարկել ինչա կատարվում։ Մի խոսքով ես փորձում եմ նաև այսին ոնց որ խնդրի շուրջ նաև օգտեմ մնացած բոլոր քաղաքացիներին ու կոմենտների մեջ հա մեծ արձագանք է գտել վիդեոները ու մարդիկ իրենց հասցեներն են նշել, անձնական են կապտվել, չգիտեմ, խնդրում եմ որ լուծենք այս հարցը ժողովուրդ։ Այսինքն հիմա ճիշտ եմ հասկանում, որ դիտահորերը լցվում է, հետո կեղտաջրերը ներթափանցում դեպի ձեր նկուղներ։ Այո, հիմա մենք բացի այս անձրևաջրերը եւ այլն, հենց կանալիզացիոն, հա, գետնի տակից դուրս է գալիս ու հիմա լիճ է։ Եկեք իջնենք մի հատ նայենք։ Միասին, հա, խնդրեմ։ Այսինքն սա ձեր բնակարան անմիջապես ներքևն է ընկնում, չէ՞։ Այո, սա ընդհանուր տարածք է համարվում, այստեղ իմ սեփականությունն է, որը որ գրանցված է, հա, որպես պահեստային տարածք։ Իմ սեփականությունը, որտեղ իմ սարքավորումներն են պահպանվել, շատ դժվար է անցնել այդ խորությունը նայեք, մի գնացեք էլ առաջ, որովհետև հաստատ կթրջվեք։ Իսկ իր մակարդակը բնականաբար անձրևների բանի հետ գնալով բարձանում, իջնում, հա։ Հա, հիմի հոսքը կա, այս բանին այսպես խորություն է, մոտավորապես պատկերացնեք ամբողջը։ Այսինքն այստեղ նաև ինչ քույր կա, ամենը կարծում եմ բոլորը հիմա տեղափոխել եմ, ես արդեն իմ ոնց որ մասնագետը, որ վերանորոգում մեր կազմակերպության սարքերը, հնարավոր բաները լրիվ տարել ենք, ահագին մեծ, հա, ֆինանսական ճգնաժամը մեր կազմակերպության մասին հետ կապված, հա, Ozone Clinics-ի, չեն կարողանում հիմա գործեր իրականացնել, շատ քիչ սարքավորումներ ունենք, որը որ հաջողվել է վերականգնել։ Դες մյուսներն խոնավությունից կարող վնասված դեն արդեն։ Վիոլա ջուրը երբեք չէր պատկերացրի, որ կարող լինի նկուղ, որը որ կարող ունենա, ասենք $50,000, $100,000 սարքավորումներ։ Չգիտեմ։ Հիմա այս կեղտաջրերը որտեղից են ներծրծում, թոսքը որտեղից է գա։ Գետնի տակից է, չեմ կարող ասեմ, պետք է գան։ Ինչ որտեղ դուք չեք նկատել, որտեղ ծառա թոս կա։ Չէ, որովհետև տրուբաներից չի գալիս ոչ մի տեսակի ջուր։ Այսինքն համայնատիրության խնդիրը չի սա հենց վիոլա ջրինն է, որտեղ կեղտաջրերն է հոտն է զգում եք, էլի։ Միշտ բան չեն արել, ես իմ ուժերով երկու անգամ մաքրել եմ, գումարներ եմ ծախսել, բայց անիմաստ ապարծում։ Այսինքն հաստատ ջուրը քաշում են, մեկ էլ որոշ ժամանակ հետո։ Չեն քաշում, ես եմ պատվիրում ծառայություն, գալիս են քաշում են։ Ձեր մատուցած ձեր կանչած ծառայությունն է, ստե ջուրը քաշում, որոշ ժամանակ հետո երկու օր հետո ես կողմ եղում չգնանք, էլի ոնց որ։ Սենց հայտարարիչ չէ, մինչև սա ընդհանուր լրիվ ջրի մեջ կորած է։ Բավականին արժեքավոր տարածք է ինքը, բայց ոչ մի կերպ չի ծառայում ձեր շահերին։ Դե հիմա բիզնես տարածք է, այս տարածքը իմն է ու այն այն էլ իմ կազմակերպության լոգոտիպը, այն էլ մեր կազմակերպության դա փաստաթղթերը պատից անմիջապես կախված է։ Կարող եք մոտիկ ասնել։ Խնդրեմ։ Երևանի քաղաքապետարանը այս պայդրության ոչ մի բան չի կարող իրականացնել, քանի որ ոչ մի լիազորություններ չունի, միայն կարող է դիմում ներկայացնել քաղաքապետարանից հենց վիոլա ջրին։ Նաև դիմել եմ, հա, 911 ծառայություն, որպեսզի գան չափագրեն, տեսնեն շենքի վիճակը, հա, այս պայդրությամբ։ Առողջապահության նախարարությունն եմ զանգել, իրանք ասել են մեր ֆրոնտը չի, մենք չենք կարող ինչ-որ բանով բանալ, բայց սա առողջապահական արդեն խնդիր է, չեմ կարող հասկանալ լոգիկան որտեղ է։ Հիմա տեսնենք ինչ կկատարվի, վիդեոները երևի արդեն ձեր իսկ նկարած նաև իր ազդեցությունը կունենա, որոշել եմ այս ամեն ինչը հավաքեմ փաստերով բոլոր քաղաքացիների, մեկն է Ֆրանսիա, ցույց տամ, երևի Ֆրանսիայում տեղյակ չեն ինչա կատարվում, իրանց անվան, հա, ինչ որ ֆրանչայզով է ստեղ, չգիտեմ ինչով է,
չգիտեն ինչա կատարվում ուղղակի Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար հորդորում եմ բոլորին, նույնիսկ մեր քաղաքացիներին մեծ բաներ միտքեցեք այս դիտահորերի մեջ, որովհետև այդ անցքերը շատ փոքր է, խցամը հասկանում, երեխաներ կարող է լինեն չհասկանան, բայց պետքա Խողովակները քայքայված են։ ու օգնած կլինեք, էլի շատ քաղաքացիների։ Աստված տա լուծվի այս հարցը, ես մենակ ուրախ կլինեմ ու բոլորի, հա, մոտ sense խնդիրներ չառաջանա։ Ուրիշ բան չունեմ ավելացնել։ Նաև հենց իմ պատուհանի տակ բացել եմ այս հատվածը 24 ժամ բաց արդեն քանի օր, որպեսզի քանի օրը որն է, 2 շաբաթ է բաց է, սենց որպես ինչ-որ հոտ իսկ բազնյականի հոտ չկա, հիմա այն հաջորդ հատվածն է ձեզ ցույց տալու։ Սա ձեր բնակարանն է, սա էլ արդեն այդ նկուղի լուսամուտն է, ճիշտ է։ Հա, այս նկուղի ներքևի հատվածն է, բայց հիմա ցույց տամ հաջորդ կողմից, հա, շենքի։ Այն դիմացի մաս հատվածից։ Այս հատվածը, որ նույնպես բացված է, որպեսզի այս սարքերը վերանալու թողը հասնի ինչ-որ կոնավություն։ Միջանցիկ քամի անելու համար, հա, երկու կողմից բացել եք։ Ստեղել ամեն օր բացել եմ, աղբանոց է դա, ժողովուրդ ջան, մի գցեք, էլի։ Նաև կողքի, հա, բիզնեսն է դուժե, այս հատվածում է Բորբոսը ամբողջ գոյացել։ Հա, այնտեղից ներծծվել է։ Այս հատվածում նույնպես Բորբոս, Տհաչոտ, մենակ ես չեմ դուժում, նաև իմ հարևաններն են դուժում, ինչ ասեմ։